Ուսուցիչները, մանկավարժները պետք է լինեն մեր հասարակությունում ամենապաշտպանված, բարձր հարգանք վայելող մարդկանցից։ Ուսուցիչը, մանկավարժը ընդհանրապես պետք է ակտիվ մասնակցություն ունենա մանկավարժության բնագավառի քաղաքականության մշակմանը, իրենց վերաբերող որոշումների կայացմանը։ Պետք է այնպես լինի, որ ուսուցչի նկատմամբ հասարակությունում բարձր լինի վստահությունը։ Դրանից բացի ուսուցչին պետք է ազատել տարբեր վարչական, տեխնիկական, այսօր ինչ անիմաստ աշխատանքների մեջ ասես ներգրավում են մեր ուսուցիչներին։ Սա ժամանակի անիմաստ կորուստ է ուղղակի, եւ ուսուցիչները պետք է ժամանակ այնպես լինի, որ հատկացնեն ուսուցանելուն, եւ դրանից բացի պետք է մենք վերջ դնենք ուսուցիչների այս կամավոր ատեստավորման արդյունքում, որ աշխատանքից ազատում են, այդ արատավոր պրակտիկային։ Դրանից բացի պետք է լինի ուսուցչի մասնագիտական զարգացման հստակ մեխանիզմ ու վճարվող ժամանակ նաև դրա համար, եւ պետք է մասնագիտական որակավորման բարձրացման աշխատանքները տանեն, տարբեր տեստերը կազմեն, բացառապես մասնագետները, բարձր որակի մասնագետները, եւ այնպես արվի, որ ուսուցչի պատիվը, արժանապատվությունը չոտնահարվի։ Գյուղերում ուսուցիչների համար հատուկ ծրագիր ենք անելու, երիտասարդ ուսուցիչների համար միանվագ դրամական ֆինանսավորմամբ, անհրաժեշտության դեպքում հողի հատկացում, բնակարանի հատկացում, նաև բանակից տարկետում։ Այս ծրագիրը մենք այլ ավելի լավ պայմաններով վերականգնելու ենք, որը տարիներ առաջ եղել է Հայաստանում, որպեսզի մենք ուսուցիչներին, երիտասարդներին ներգրավենք նաև մարզերում եւ ունենանք դպրոցներում մեր մարզերի երիտասարդ ուսուցիչներ։ Քվեարկեք 6-րդ համարի քվեաթերթիկի օգտին, որպեսզի արդարությունը գա նաև սիրելի ուսուցիչներ ձեր աշխատանքում, նաև ձեր իրավունքների պաշտպանության հարցերում։